Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը 2025 թվականի մայիսին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի իր գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Պատգամավորը տարեսկզբում ունեցել է 7 անշարժ գույք, որոնցից 5-ը միանձնյա, 1-ը բաժնային, եւս 1-ը համատեղ սեփականության իրավունքով։ Սակայն տարվա ընթացքում 44 միլիոն 120 հազար դրամով ջրվեժում նոր կառուցված դեռևս իրավունքի պետական գրանցում չստացած եւս 1 գույք է ձեռք բերել։ Արդյունքում նա տարեվերջում ունեցել է 8 գույք։ Մասնավորապես 2 բնակարան Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, 2 հողամաս Ավանում, 2 անհատական բնակելի տուն եւ 1 հողամաս Կոտայքի մարզի Զորախյուր բնակավայրում եւ 1 նոր կառուցված դեռևս իրավունքի պետական գրանցում չստացած շինությունն է նույն մարզի Ջրվեժ համայնքում։ Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 2021 թվականի արտադրության Volvo Magnitsky ավտոմեքենա, որը տարեվերջում պահպանվել է։ Որպես տարեկան եկամուտ Հակոբյանը հայտարարագրել է 9 միլիոն 960 հազար 100 դրամ աշխատավարձ ազգային ժողովի աշխատակազմից, 2.5 միլիոն դրամ վարձակալության դիմաց ստացված վճար Ռուբեն Սայադյանից եւ 1 միլիոն 67 հազար 505 դրամ եկամտային հարկի վերադարձ ֆինանսների նախարարությունից։ Նա 100% բաժնեմաս ունի B26 ընկերությունում։ Նաև 44 միլիոն 120 հազար դրամ հանձնած փոխառություն ունի Capital Build ընկերությանը։ 2024-ի տարեվերջում Հակոբյանի բանկային հաշիվներին եղել են 2 միլիոն 100 հազար դրամ եւ 2001 եվրո, իսկ կանխիկ միջոցները կազմել է 3 միլիոն դրամ։ Պատգամավորը հայտարարագրել է նաև 5 միլիոն 359 հազար 960 դրամ բարգի մարման ուղղված վճարումներ եւ 3 միլիոն դրամ անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախս։